Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր սեպտեմբերի 30։ Չնայած կեղծ վարդապետությանը։ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին Աստծո աչքի բիբն է, սակայն սկզբից ի վեր նրա եկեղեցին բախվել է հավատուրացության և կեղծ վարդապետների հետ։ Պողոսի և առաքյալների կողմից հիմնադրված վաղ եկեղեցիները ստացան Աստծո ամբողջական վարդապետությունը։ Քրիստոսի հետևորդներից չխլվեց աճի և հաստատակամության համար օգտակար ոչինչ։ Նրանց ճշմարտությունը տրվեց ոչ միայն բերանացի խոսքով, այլև Սուրբ Հոգու դրսևորմամբ և զորությամբ։ Պողոսը զգուշացրեց Տիմոթեոսին, որ կգա ժամանակ, երբ Աստծո ժողովրդից ոմանք ողջամիտ վարդապետությանը չեն համբերի, այլ իրանց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կդիզեն իրանց վրա, իրանց լսելիքների մարմաջելու պես, և իրանց լսելիքը ճշմարտությունից ետ կդարձնեն և առասպելների ետևից կմոլորվեն։ 2 Տիմոթեոս 4:3-4 խոսքեր։ Պատմությունը վկայում է, որ սա տեղի է ունեցել ճիշտ այնպես, ինչպես Պողոսը գրի էր առել։ Առաքյալների մահից և նրանց ուսմունքը լսած սերնդի անցումից հետո եկեղեցին լցվեց չարամիտ սխալներով։ Հավատացյալները գայթակղվեցին տարօրինակ ուսմունքներով, իսկ գիտությունն ու փիլիսոփայությունը խաթարեցին Քրիստոսի ավետարանի ճշմարտությունը։ Նկատի առեք, թե ինչ է ասել Պողոսը Քրիստոսի եկեղեցու մաքրության մասին։ Քրիստոսը սիրեց եկեղեցուն և իր անձը մատնեց նրա համար, որ նրան սրբացնե, մաքրելով ջրի ավազանովը, խոսքով, որ իր առաջին փառավոր կանգնեցնե եկեղեցին, որ չունենա մի արատ կամ խորշոմություն կամ ուրիշ բաներ, որ սուրբ և անարատ լինի։ Եփեսացիս 5:25-27 խոսքեր։ Աստծո մեծ մտահոգությունը հավատ ուրած եկեղեցին չէ, նույնիսկ հավատուրացությունը չի կարողանա սպանել կամ ոչնչացնել Հիսուս Քրիստոսի եկեղեցին։ Չնայած խնդիրներին, Աստված վերահսկում է իրավիճակը և նրա առեղծվածային, անտեսանելի, հաղթական եկեղեցին չի մահանում։ Ընդհակառակը, Սուրբ Հոգու գետը հոսում է հավատուրած եկեղեցիների մեռյալ ծովը, բացահայտելով նրանց անօրենությունն ու գաղջ լինելը և նրանց նոր կյանք է տալիս։ Աստված շարունակ սիրում է իր եկեղեցին, նույնիսկ իր թերություններով հանդերձ, և նրա Հոգին շարունակ գործում է նրա մեջ։